Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ, 168-ի YouTube-յան էջում օրախնդրի հերթական թողարկումն է։ Հյուրընկալել եմ Հայաստանի նախկին վարչապետ Ազատություն կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին։ Բարև ձեզ, պարոն Բագրատյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Այս օրերին լրանում է այս վարչախմբի իշխանության 7 տարին։ Սա թվում է իրոք անհավանական մի ժամկետ է։ Տեր-Պետրոսյանի նախագահությունից ավելի երկար են սրանք իշխանության։ Բայց խոսում են այնպես, ասես կամ դեռ ընդդիմություն են, կամ նոր են եկել իշխանության եւ իրենց դեռ ժամանակ է պետք, իրենք դեռ նոր են սովորում, շատ լավ կառավարիչներ չեն, որովհետեւ օբյեկտիվորեն չունեին այդ ժամանակը, մինչդեռ մսխել են հնարավոր բոլոր վերջնաժամկետները։ Եթե կարճ ամփոփելու լինենք այս վարչախմբի իշխանավարումը եւ փորձենք նաեւ որոշակիորեն պատմության հերվից գնահատական տալ այն իրողություններին, որոնք այս 7 տարվա ընթացքում կատարվեցին, դուք ինչպես կամփոփեիք այս 7 տարին։ Դա գիտեք ինչ կա։ Բերեք այս 7 տարին համեմատենք նախորդ 7 տարիներ, 2010-2017, հետո համեմատենք նախորդ 7 տարիներ, 2003-2009-ը։ Այս 7 տարիների ընթացքում Հանրապետության հնան աճել է 43%-ով։ Դա տարեկան միջին հաշվով անում է 5.1%։ Լավ է թե վատ է, նախ եւ առաջ լավ չի, որովհետեւ դա ավելի դանդաղ աճ է, քան նախորդ 7 տարիների։ Բայց միայն դա չէ խնդիրը։ Խնդիրն այն է, որ հանրապետության տնտեսությունը ենթարկվել է անուղղելի կառուցվածքային, վատ կառուցվածքային փոփոխությունների։ 7 տարվա ընթացքում 0.9%-ից 4.5 դարել ծառայությունները, խաղերը։ Մենք տարեկան 40-ից 50 երիտասարդ ենք կորցնում, որ ինքնասպան են լինում։ Այդ պատճառով։ Նույնիսկ բանկ է ստեղծվել, որը հատուկ ֆինանսավորում է այդ մարդկանց, որ գնան խաղան։ Հերոստալիք է ստեղծվել, որը ամբողջ օր ռեկլամ է դառնում։ Կապված այս իշխանության կարկառուն դեմքերից մեկի ազգային ժողովի նախագահի անվան հետ։ Նրա ընկերներից մեկն է։ Հա, սեփականատերը։ Հա։ Հիմա մեկն են, երկուսն են։ Նույնիսկ վերջերս ես օրինագիծ ուղարկեցի, լինելով բոլորովին հեռու ազգային ժողովից, որ ախպեր Հայաստանի ռեզիդենտներին եկեք արգել են խաղում, այսինքն հայ մարդը իր Մոնակոյում ոնց է։ Չի ասի ամենտեղ այդպես է, կամ բանում ոնց է այդ Մակաոյում, հա։ Տեղաբնակը իրավունք չունի խաղա։ Հասկանում եք։ Ռեզիդենտ իրավունք չունի խաղա։ Որովհետև շատ հաճախ որ կպնում ես, ասում են մենք դրսից ենք խաղադրույքներ են անում դրսից թող անան։ Հա, հաջորդը տնտեսության մեջ էականորեն բարձրացել է հանգամանքային արդյունաբերությունը։ Հայաստանը ռեսուրսներով շատ աղքատ պետություն է։ Որոշ հիմարներ, ավելի կոպիտ բառ չասեմ, հերթացիով նույնիսկ առաջին ալիքով ասում են մեր հայրենի հարստությունները, եւ մենք հարստություն էական չունենք։ Հանգամանքային ռեսուրսները Հայաստանի 16 միլիարդ դոլարի է, որ բոլորը հանես, բրծնես։ Համացան համար Վրաստանը 45 է։ Ադրբեջանը 450 միլիարդ է։ Հայաստանը մեկ շնչին ընկնող հանգամանքային ռեսուրսները կազմում են ուրեմն $5,000։ Վրաստանում դա կազմում է $14,000։ Ադրբեջանում կազմում է $45,000։ Ուկրաինան, որը կեսը տվեց հենց այնց, Ամերիկային տվեց, հա, հələ ոչ մի բան չստացած, $90,000, 9.5, ես 50 միլիոնի եմ բաժանում 90,000-ը, եթե փաստացի բնակչությանը բաժանես $200,000 կլինի։ Ռուսաստանում $550,000։ Մենք աղքատ ենք Ռուսաստանից 100 անգամ։ Նույնիսկ Չինաստանը իր 23 տրիլիոն ռեսուրսներով 1.4 միլիարդ բնակչությամբ մոտարապես $20,000 անգնում մեկ շնչին։ Այս բանը հարցակվել են հանքերի վրա այդ Կապան, Քաջարան, Ամուլսարբան, հանքավոր հանում են։ Հիշում եք, բանի Թեղուտի մասին պատմությունը, այդ նախորդ իշխանության ժամանակ, մենք գնաստուգի քանի ծառա տնկվել։ Երբեք ոչ մի ծառա չի տնկվում։ Առավել եւս չի տնկվում այս իշխանության օրոք։ 10 միլիոն ծառ պիտի տնկեին սրանք, հիշում եք, դեռ 19 թվի նման ծրագիր ունեին։ Ուրեմն մարդը գալիս այնքան անպատրաստ է, վարչապետը պիտի գրագետ լինի, չէ՞, գոնե բարձրագույն կրթությունն են։ Հայաստանում սաղ այդ մոմենտին, որին կայտարեց, սաղ կար 23 միլիոն ծառ։ Որտե՞ս տնկելու ինգեր են մնացած 10 միլիոնը։ Ինչ եղած անտառների կիսով չափ ավելացնում ես։ Պիտի չէ, մենք ժողովրդին պիտի ուղղեն, չէ՞, ինչ եք անում, գնում եք, ինչ է, ուրց է գտնում ես
բանին, ոչ ասենց ասեմ, համեստորեն ասեմ, ոչ նորմալ մարդկանց բերում եք դրդում եք իշխանության, ո՞նց է գտնում հայ ժողովուրդ, բացատրի։ Ոնց է հայ ժողովուրդ, ասեն ժողովուրդին եմ ուղղում խոսքս։ Այն հատվածին, որ սրան ընտրել է, ճիշտ է, այդ հատվածը հիմա փոքրամասնություն է։ Բայց ոնց է գտնում մարդու, որը կգա եւ Ղարաբաղի վերջը կտա։ 3000 հասկանում եք ինչ ա եղել։ Նաթանյահուն չէր կարա, Տրամպը չէր կարա, Պուտինը չէր կարա, Էրդողանը չէր կարա, Ալիևը չէր կարա, Փաշինյանը կարողացավ։ 3000 տարվա ժողովուրդ, դա էլ Հայաստանի ամենահին հատվածն էր։ Այնտեղ էր կառուցել մասնավորապես առաջի քրիստոնեական եկեղեցին աշխարհում։ Համարասը։ Հա, առաջի քրիստոնեական Մաշտոցն էլ ուսուցչություն է արել այդտեղ։ Հիմա Հայաստանի հասարակությունը բանա վարպետ է։ Եվ մենակ հասարակությունը չի, ավելի վտանգավոր է հասարակության գիտես որ հատված, այսպես կոչված մտավորական հատվածը։ Ունենք չի ասենք, դա նույնիսկ այն ակադեմիկոսներ կան, չէ՞։ Այն որ քաղաքականությամբ չեն զբաղվում։ Չեն զբաղվում, սաղորը քաղաքականությունից են խոսում, որովհետև պատմությունից 0 են, ասենք, հա։ Պատմության ակադեմիկոսներ կան, բան այն նոր մեկը նստել հայոց տնտեսության քննադատում են Գրիգորի հետևին։ Զարմանալի բան է։ Տգետ էլի։ Այն Գրիբոյդովին, որը եթե չլիներ, Արևելյան Հայաստանի այս ազգաբնակչությունը չէր լինի։ Այս ժողովրդագրական կազմը չէր լինի։ Դե մարդ չէր։ Դե հայ չէր լինի։ Երբ որ թուրքերն ասում են, որ Երևանում թուրքերը մեծամասնություն են, ադրբեջանցիք, բայց ադրբեջանցի չէ, դա թուրք են եղել։ Այդտեղ մոմենտ կա, այո, մի մոմենտ այդպես եղել է, որովհետև պարսիկները թուրք-պարսկական պատերազմները, որ տևեցին ավելի քան 300 տարի, ի վերջո պարտվեցին այդ պատերազմները։ Մենք ասենք Թամսապ բանը Իսմայիլ խանը պարսկական Նադիր շահը եւ այլն պարտվեցին ի վերջո։ Եղել է մոմենտ, որ աղա Մահմեդ խանը պարսկաստան դրանք իդեպ քաջարներ են, դրանք թուրքական ցակում են ունեցել բոլորը։ Սեֆևիդների դինաստիան, Սեֆևիդները, քաջարները, այ Փելևիները պարսիկներ էին։ Դու գիտեք, որ 7-րդ դարում Սասանիդները ընդհատվեցին, Կտավատը հորը սպանեց երեկոյան հաց ուտելուց եւ մեծ պարսկական կայսրությունը 2 տարում կործանվեց եւ նվաճվեց արաբների կողմից։ Եթե պատմությանը գնանք։ Եվ այ մի հատից ողորմելի մեկը, որը պատմաբան է նույնիսկ շատ մեծ կոչում ունի, չեմ ուզում անուն բանանը, նստած էս բանը չի ասում հաստողին, ասում չի ասում արա լեզու պապանձվեց, ինչ ես ասում։ Այստեղ Պարսկաստանը հայերին տարել էր փրկելու համար, մտածել է, որ թուրքերը բոլորին կոտոր են։ Հենց չէր որ ասենք Շահաբասը տանում էր այս բոլորին, որովհետև տարել էր Իսֆահան տեղեր տվել, որոշներին 30 տարով, որոշներին ծմա հարկային արտոնություն էր տվել, ասել էր մետաքսի ամբողջ առևտուրը ձեզ եւ Սպահանը ծաղկեցրեցին հայերը, Սպահանում միայն 30 հատ եկեղեցի կար, հայկական հիմա էլ երևի կա։ Բայց եկավ Գրիգորի հետո ազատեց եւ 300,000 հայի հետ բերեց։ Ինքն էլ կյանքով հատուցեց դա իր կյանքով։ Այսինքն բանը հասել է նա, որ այս բացահայտ պատմական ճշմարտությունները դարել են ովքեր են, այս Facebook-ում բանում, ես չգիտեմ, ովքեր են խոսում։ Այս ովքեր են խոսում։ Մեր անկախության նույնականացումը, մեր ազգային երազանքների օրեցումը մի հատ տապեր են խոսում, որոնք կուսակցություններ են ստեղծել եւ այլ եւ դեզինֆորմացնում են ամբողջ ազգաբնակչությանը։ Հա, վերադառնանք այդ տնտեսական աճին, ուրեմն կառուցվածքն են եթե նայում, հա, հանկերի հաշվին աճ ստացել, լավ է կարի տղիջան։ Խաղերի հաշվին աճ ստացել, ուրիշ աճն է եւ հատկապես ֆինանսական ոլորտը։ Ոնց աշխատում, ասենք, գեներացիան բանի հնայի բանկային ոլորտի կողմից, հա։ Ես քեզ վարկեմ տվել 1 միլիոն, ասել ես 10 արկանի շենք կսարքեմ։ Մի տարի դու կանչում ասում 1 միլիոն եմ տալ, ասում ես չէ, այնի պիտի հետ տամ, չասում եմ իհարկե։ Ասում ես, բա այն 1 միլիոն տվել ես, այնի հազիվ տամ, այս միլիոնը վեկալ եմ 1 միլիոնը փակի, նոր վարկ կլինի։ 2 տարի դու կանչում ասում 2 միլիոն եմ քեզ տալիս։ Այսինքն ֆինանսական ոլորտում հնա գեներացնելը հեշտ բան է։ Իմ խորին համոզմամբ, երբ նայում ես մշակող արդյունաբերությունը, մի պահ արդյունաբերությունը սկսեց փոքրիկ շարժանել, օրինակ այս տարի մենք ավելի քան 20% անկում ունենք արդյունաբերությունում, հա։ Մենք ավելացված արժեք չունենք։ Մենք ավելացված արժեք չունենք, մեր խնդրեմը ավելացված արժեքն է ստեղծելն է տնտեսության մեջ, բայց ամենախոշոր հարկատեսակը այսօր եկամտային հարկի հետ միասին ավելացված արժեքի հարկն, որը ասում են վերացրեք, էլի տղեկ, էս պիտի վերացնեք։ Վարկային պորտֆելի մասին քանի որ խոսեցինք, եկեք այստեղ մի հատ շատ կարևոր ճշտում անենք։ Մարդկանց չթվա, որ այդ դրանք բիզնես վարկեր են։
Դրանց մեծ մասը կամ սպառողական վարկեր են, կամ հիպոթեկային վարկեր են։ Այսինքն բիզնես վարկերի եւ սպառողական ու հիպոթեկային վարկերի հարաբերակցությունը ինչ կան, սարեր ձորերի հարաբերակցությունը։ Չէ, ասեմ ձեզ։ Այնպես չի, որ մենք արտադրությունը խթանում ենք այդպես։ Պորտֆելը հիմա ասես կոպիտ ասեմ, պատրաստ չեմ այտենց հարցին մանրամասն պատասխանել, գիտեք ես սիրում եմ ճշգրտությամբ պատասխանել։ Ունենք մոտ 9.5 տրիլիոնի բանկերում ակտիվներ, այսինքն 8 տրիլիոն դրամ տրված վարկ է, որից լավագույն դեպքում 2 տրիլիոնն է հիպոթեկա, տրիլիոն 300 էր, հիմա կարող է պլյուս մինուս մի քիչ լինի, ասենք թե 2 տրիլիոն։ Մի այդքան սպառողական վարկեր ունենք, գյուղատնտեսական վարկեր կամ բիզնես վարկեր։ Բոլորն իրար հետ եթե գումարես, այսինքն գիտեք, այդ որ հաճախ ասում է սպառողական վարկ, ինքը կարող է եւ թաքնված բանը բիզնես վարկը լինի։ Ինձ թվում է, եթե ճիշտ անալիզներ անեն հրապարակեն, ապա բիզնես վարկերը կարող են մինչև 1.5-1.8 տրիլիոն լինել։ Դա թիվ է։ 2 տրիլիոնը դա 5 միլիարդ դոլար է։ Այս ծավալով բերի հավաքելա մի ողորմելի վիճակ, ողորմելի աճ։ Ասում ենք տղաջան, էլ տնտեսություն աճելու տեղ չունի, էլ հանք չկա, էլ ռեսուրս չկա, սա շահագործվում է, էլ հիդրոկայանների տեղ չունես կառուցելու փոքր հեկերը, ինչ է մի ժամանակ բոլոր կառուցում, դրանց կես էսոց չի աշխատում։ Արի փոխի գոնե հարկային համակարգ փոխի 12 թվականից 13 տարի առաջ հարց էր բարձրացել, որ այն ինչը որ մեր հիմնական եկամուտն է, ավելացված արժեքը հարկը մնում է մարդուժը, դա ավելացված արժեք գալիս է մարդուժից, դու մարդուժն ես հարկում ես, ավելացված արժեքի հարկից արի հրաժարվենք, ընդհանրապես ճիշտ հակառակը արեց Փաշինյանը 6 ամիս առաջ հայտարարելով, որ պետքա շրջարկը պակասացնել, շրջանառության ավելացած արժեքի հարկը ավելացնել, որովհետև հարկային մարմինների աշխատանքը հարմարեցված է սրան։ Հասկանում ես։ Իրանք չեն ուզում փոխեն։ Կամ կենտրոնական բանկը։ Ինչա կենտրոնական բանկը հաճույքով հիպոթեք տալիս։ Սա շատ հեշտ վարկ է։ Գրավի խնդիր չկա, համենայնդեպս չկա, բայց վաղը մյուսը որ հարկերը չվերցեն, հետ չտան վարկերը։ Տեսնեմ այդ տասնյակ հազարավոր բնակարանները ինչ են անում բանկերը, որ անպայման կպատահի, հա։ Կենտրոնական բանկին ասում են, ես շատ կարդինալ բաներ եմ ասում, ոչ ոք էս պետությունում էս բաներ չասում, որ անցի մասնագիտացված բանկային համակարգի ընկեր ջան, որ սպառողական վարկի ռեզերվացիան ռեզերվ բաները պահուստավորումը այլ պիտի լինի, հիպոթեկային վարկերին այլ պիտի լինի, հիպոթեկային վարկերին փուչիկ պիտի լինի, պահուստավորումը պիտի շատ ավելի մեծանես, որից վարկը կթանկանա, որից շինարարություն կրճատվի, այո, թող կրճատվի։ Կրճատվի թե վաղ արդեն այս շենքերը սարքած չիմանանք ինչ անենք։ Շենք է կառուցվում։ Ինչի Երևանի ճարտարապետը, Երևանի քաղաքապետ Ավիյանը չգիտի, որ եթե Մոսկվայում, Բեռլինում շենք են կառուցում, 100 բնակարան է կառուցվում, 100 բնակարանով շենք, ընդանենք, ուրեմն 150 հատ գարաժ պիտի լինի տակը, 150 ավտոմեքենա։ Որ շենքի տակը կա։ Քաղաքը լցվել են, իրար տեղ չեն կարող մտանք։ Որտով են գնում։ Հետո ասում են, դա գալիս են անից, որ լավ են կապում շատ ավտո կա։ Ընկերներ ջան, շատ ավտոների թիվը ավելանում էր, սկսած 91 թվից։ Հետո գալու էր մի բան, որ փոխես չէ այս բոլորը։ Ժամանակները գալիս է, երբ որ ավտոների թիվը անցավ 250,000-ից, մտածեիք այս մասին։ Գնում եք Բեռլին կամ գնում եք Մոսկվա, խնդիր ունեք, հիմա կանգ առը մի ժամանակ խնդիրներ կար։ Մարդիկ հանձնարարեցին շենքերի տակը փորելով, որտեղ որ շենքը կառուցված է, իսկ նոր շենքերի տակը երբեմն կառուցում են 7 հարկանի շենք, 10 հարկանի գարաժն տակը կառուցում։ Ո՞վ է սա անում։ Ինչու՞ չի արվում։ Հասարակական, որտեղ դա թանկացնելու շինարարությունը, չէ՞։ Թանկացնելու իսկ ով է շինարարություն անում, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, մեկ-մեկ էլ հանրապետություն կուսակցության ներկայացուցիչներն են անում, հա, իրար հետ։ Դրա համար մարդել են ծեծում ու մարսում են դա։ Մարդել են ծեծում, սատկացնում են, այո, իհարկե։ Բայց եվրոպական արժեքներ են կրում։ Հա, եվրոպական արժեքներով են ծեծել իրանք։ Հա, եւ ուրեմն այս մարդիկ ասում են, որ դա կազմի մեր բիզնես պլանի վրա։ Եթե բնակարանը հիմա 40 մետր, ասենք 1200 ենք ծախում, եթե այդքան գարաժ տակը սարքեն, կդառնա 1800, որովհետեւ իմ ծախսը մեծացել է, ջանդամ դառնա։ Հասկանում եք։ Փող են շինում։ Եվ սա կոռուպցիա է։ Սա էս գլոբալ սիրուն սարքած։ Նախկինում այսպեսի բան չկար։ Օրինակ, տնտեսության որևէ ոլորտում առաջի 3 նախագահների օրոք այսպեսի բան չի եղել։ Հաստատ եմ ասում։ Այն որ սա ներկայացնում է որպես կոռուպցիա։ Եթե կառուցում ես 20 հարկանի շենք, ոչ մի մեքենայի համար տակ գարաժ չես կառուցում, սա կոռուպցիա չի։ Պարոն Բագրատյան, կոռուպցիայի հանրային ընկալումն է փոխվել։ Երբ մինչև 2018-ը մարդիկ պարզ կաշառատվությունը, ասենք, ամենացածր
ծառայություն մատուցելու դիմաց։ Ենթադրենք անձնագրային որևէ ծառայությունում կամ վարորդական իրավունք անելիս դիտարկում էին որպես կամ իրենց հրամցվում էր որպես համակարգային կոռուպցիա, կողքից էլ արևմտյան գործակալական ցանցը չափում էր կոռուպցիայի ընկալման համաթիվը, ոչ թե իրական կոռուպցիայի, այլ կոռուպցիայի ընկալման, այսինքն մարդիկ դա ընկալում են որպես կոռուպցիա թե ոչ։ Այսօր ձեր ասած հազարավոր դրվագներից ընդամենը մեկը ընդամենը, եւ ես եւ դուք կարող ենք թվարկել դա ժամերով։ Ես էլ դուք էլ դատվում ենք այդ մեղադրանքներով, ասենք նույն Ավինյանի երեսից եւ մնացած բոլորի։ Դա ցավոք սրտի հանրային լայն ընկալում չկա, որ դա կոռուպցիա է։ Ու ամենամեծ ցավը, օրինակ ինձ համար անձնապես դա է։ Երբ որ ազգային ժողովի ինդիմադիր падգամավորը Փաշինյանի երեսին խորհրդարանում ճպացնում ասում որ հեսա կոռուպցիա է, դրա համար նա դուրս է գալիս ափերից։ Բայց դա պիտի հաստի նաև շարքային քաղաքացուն ասի, որ ձեր մատնանշած օրինակը գարաժ չսարքելը, մի քանի հարկանի գարաժ չսարքելը եւ բազմաթիվ այլ օրինակներ։ Այս ջրահեռացման համակարգի իսպար բացակայությունը, հեղեղատարների բացակայությունը, տրանսպորտային նոր ցանցի կասկածելի ներդրումը, որ 50 րոպե ավտոբուս է սպասում ու գնում ես ոչ արժանապատիվ եւ այլն։ Այս ամենն է կոռուպցիա։ Այս ամենն էլ է կոռուպցիա։ Մարդիկ շենքը կառուցում են, ծախում ասում ռեկլամ անում հարմարավետ բնականներ բաներ գնում ես հետո տեսնում ես որ մի հատ մեքենայի կանգնելու տեղ չկա չէ ոնց պարզում ես ավարտական ակտ չկա Դավթաշենի այն 6 շենքերի բնակիչները մինչև հիմա ավարտական ակտ չկա մարդիկ ռեմոնտ են արել նույնիսկ այո հիմա այնտեղ նախաձեռնել են որ ինքը սնանկ է քանի որ ինքը սնանկ է այդ մարդը կարող է պատահի գան մարդուն ասեն դե դուրս արի այստեղից սնանկա ինչ պատճառով բանկի փողը չի վերադարձում մարդն ասում ոնց արդեն ոչ միայն մտել եմ վերանորոգել եմ չէ ասում դուրս արի գնա բանկի հետ հարցերը լուծի բանկ գնում ես բանկ Թունյանը մեջն է այդ շահառուների ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ դե թող գնա խորհրդարանում խոսի այդ թեմայով թող գնա խոսի չասեմ ինքն էլ է խաբվածներից մեկը թող գնա խոսի այս բոլորը Փաշինյանը կոռուպցիա չի համարում Լավ կոռուպցիայի իրանց ընկալումից երկու բան ասեմ ես ես, հա։ Հելավը վերջերս տեսավ շատ են խոսում, ասաց 2 տրիլիոն փող են բերել բյուջե, հետո ճշտեց 1 տրիլիոն 682 միլիարդ։ Այդ ի՞նչ փող է։ Այդ բյուջեի եկամուտները պետք է 17 եւ 24 թվի եկամուտին համեմատես։ Ծախսերը ծախսին։ Ու 24 թվին ասենք ունեցել է 3.5 տրիլիոն եկամուտ, 17 թվի 1 տրիլիոն 300 միլիարդի, հա։ Ինքը այդ թվից այդ թիվը հանում է եւ ասում է որ 2 տրիլիոնը ես բերել եմ բյուջե։ Գժվում ես։ Բայց արի, մի հատ բացատրենք այս ժողովրդել, իմ կարծիքով ոչ չի բացատրել։ Ավելի շուտ ընդդիմության ոչ ներկայացուցիչներ կամ չեն կարողացել բացատրել, կամ մտածել ինչ կարելի է բացատրել, դե մի խելագար մարդ ինչ որ թվեր ասում։ Այդ ամբողջ աճը, որ ինքն ասում է 2 տրիլիոն եկամուտների գծով, հետո կանցնենք ծախսերի գծով, հա։ Դրա 24% գնաճն է։ Դե գնաճի թվերը վերջերս պակասացել են 7 տարվա, 7 տարում կոմպլեքս գնաճ աղի 24 ու ինչքան, նո 25%։ Եվ որ գնաճ ալնում տնտեսչի 10% ավտոմատ եկամուտներն ավելանում են պետական բյուջեի։ Կամ ասենք երբ որ թանկացնում է գազը կամ բանի ջրի վարձը եւ այլն, բյուջեի եկամուտներն ավելանում են։ Տեղական турքերը, գույքահարկը եւ այլն։ Ավելանում ամեն ինչ։ Սա մեկ։ 43 ու ինչքան 44% տնտեսական աճ է։ Այդ տնտեսությունն աճել է, աճը իր հետ եկամուտ է բերում։ Այսինքն սա կոռուպցիայի հետ կապ չունի։ Այս որը ինչ որ տենց չի։ Նախորդ 7 տարիների տնտեսական աճը եղել է 52%, ասենք, ինքը ինչ որ չի եկել, ավելի առաջ գցել էլի բրտել։ Նախորդ նկատի ունեք 10-ից 17 թվեր։ 10-ից 17։ Դրանից առաջ նեարեալ 2009 թվականի 14%-անոց անկումը դրանից առաջ եղել է մոտ 90% աճ 7 տարում, հա։ Այնտեղ աճերը տոկոսավոր բազմամոկս ինդեքսային շղթայով բանա լինում, կումուլյատիվ է դառնում էլի։ Հիմա լավ 44% էլ տնտեսությունը 24 գնաց 68, տակը մնաց 32։ Ուրեմն 2 տրիլիոնի 68%-ը տրիլիոն 300-ը կապ չունի կոռուպցիայի հետ, մնաց 700 միլիարդ։ Դրանք այդ 700 միլիարդն ինչն է։ Այս մարդը արել է հարկային վարչարություն։ Չէ՞ որ դու չես կարող հարկերը բարձրացնելու շնորհիվ ստացված լրացուցիչ եկամուտը հանվանես որ նախկինում որը չէր կարող լիներ, քանի որ հարկերն ավելացել օրինակ գույքահարկը։
օրինակ շահութարկը, օրինակ ամեն տեղերից ինքը բոլորովին զրկեց ամեն տեղերից ավելացված արժեքի հարկը։ Մի ժամանակ մամուլը կար, չգիտեմ, բանը դու ասա, դեղերը, մեղերը, սա խանը, դրա համար դրանք ահավոր թանկ են։ Ես իդեպ երևի ես հետաքրքիր Մոսկվայից եմ գալիս, որտեղ որպես էքսպերտ հրավիրվել էի շատ մեծ տնտեսական համաժողովի, որտեղ Ջեֆրի Սաքսը եւ լավ շփումներ ունեցանք բոլորի հետ։ 8-ից 10 անգամ դեղերն էժան են Երևանից։ Ինչ է էժան չի Երևանից։ Սրճարանը։ Երևանում աշխարհի ամենաթանկ սրճարաններն ու ռեստորաններն են։ Հյուրանոցները։ Մոսկվայի գինը։ Սուրճի, ամերիկանո, սովորական փողոցում մտնես ռեստորան բան, լավագույն դեպքում $2։ 2.5-ը 10 շատ թանկ է։ Դա մեր փողերով 800 դրամ։ Իսկ մեզ մոտ 1200-1500։ Սուրճ այսպես բաժակով, ոչ թե այսքան լցում են, դրա կեսն են լցնում։ Ու մեկը չի ասում։ Вообще գինը որ դել ես մի բաժակ սուրճը, ինչքան պիտի լցես։ Մեկը չի ասում։ Եթե գինը փորձ քիչացնում են, ուրեմն մի 20% պակասացնում են լցվող սուրճը։ Հիմա եւ ուրեմն մենք տեսնում ենք այս միտումներ, էլի խոսում ենք չինացու հետ, ինչ արգումենտ, տնտեսագետներ, բան։ Սաքսը հանդես եկավ որպես Կոլումբիա համալսարանի պրոֆեսոր, ինչպես նաեւ Գուտերեշի օգնական։ Նույն չինացուն ասում են, ո՞նց է հարկային համակարգը, կամ Ռուսաստանից շատ հետաքրքիր ելույթներ կային, հա, այնտեղ Իվանով բան նոր ժողովուրդ են, նոր մարդիկ են։ Այո, ավտոմատ, լրիվ ավտոմատ։ Ասում եմ, օրինակ ո՞նց եղավ Չինաստանում, դուք սկսեցիք ավելացված արժեքի հարկը նեղել շրջարկ մսել, ասում եմ, բյուջեի կոմիտեների գծով պրոբլեմ չունենք։ Ինչ թվում, ասում եմ, ավելի լավն է, քան թե Արևմտյան Եվրոպայում համակարգը։ Եվրոպացիք մենակ կրկռում են, քննադատում են։ Այդ կային անհատ եվրոպացիներ, օրինակ պարոն Սանչեսը, որը մի ժամանակ Մադրիդի համալսարանի ռեկտորն է եղել, նույնպես խոսում ենք, տնտեսագետներ ենք, վաղուց իրար ճանաչում ենք։ Մարդն ասում է, խոսքի օրինակ, այն ինչ որ արվել է Չինաստանում, այն ինչ որ արվում է Ռուսաստանում, շատ էական նշան։ Սրանք ավելի նոր բաներ են, քան թե Եվրոպայում կան։ Ասում ձեր մոտ ոնց, ասում են, դե հա, հիմնականը ավելացած արժեք։ Լսի, ասում է, Եվրոպայում այդ ածխի երկաթի միությունը ստեղծվեց, ավելացված արժեքը կիսելու խնդիր կար, դրա համար այդ հարկը մտցրինք, ձեր մոտ խիա։ Ասի մեր մոտ մենք ավտոմատ ընդունեցինք սովետից 93-ին, ասինք թող մնա մինչև կփոխենք, բայց արդեն մի 10 տարի հետո 2003-4-5 թվականին սկսենք զգալ, որ չի աշխատում։ Ասեց հիմա ձերտությունը ինչի հաշվին կար աճի, ոչ ռեսուրս կա, ոչ նավթ, ասում եմ, ավելացված արժեքի հաշվին, մարդու հաշվին։ Այն ռեսուրսն է, որը կրեատիվն է, կամ մարդն կամ տեխնոլոգիաներն են։ Ասում ավելացած արժեքի հարկը խիպ է։ Ասում ախպեր, ասում եմ, եթե ժամանակ ունենաս, արի գնա հանդիպի վարչապետին, գուցե մի բան կարողանա հասկանա։ Չի հասկանում, ասում եմ, ինչ ասեմ։ Լավ, ինքը չի հասկանում, բա ֆինանսների նախարար, բա հարկայինի պետ։ Ասում եմ, չեն հասկանում, չգիտեմ, ասում եմ, նույնիսկ չգիտեմ, ֆինանսների նախարար չգիտեմ, ասում եմ, բայց հարկայինի պետը նույնիսկ կարծեմ տնտեսագետ չի։ Հասկանում ես։ Սա ողբերգությունը ինչ առում է, ոչ միայն որ վատ է, այլ չի կարող լավ լինել։ Այս մարդկանց, այս կադրերի, այս մտածելակերպի պայմաններում լավ չի կարող լինել։ Հիմա 22%-ն էլ է դա, մնում է 10%, այո, 10% հարկերն ավելացել են, դա 170 միլիարդի մասին է։ Այսինքն մնացած տրիլիոն 680, որ կա տրիլիոն 700, դրա 90%-ը այդ իր գործոններ, գնաճ, տնտեսական աճ եւ հարկերի փոփոխություն։ Մնաց 10%։ Օրինակ, հիմա որ գնում ես բժիշկ, օրինակ ես ասում եմ, դա լավ է, էքսկլուզիվորեն վաճառ, եթե գնում ես բժշկանոց, պետք է խորանալ, գուցե ավելի լավ է պետք անել։ Այսինքն երբեք ես նույնիսկ քարտը չեմ վճարում, չնայած իմ կարծիքով քարտը պետք է ընդունեն, այդ սխալը չընդունեն։ Պետք է գնաս տերմինալով վճարես, հա, ծառայությունը եւ այլն։ Հաջորդը ոչ հարկեր բարձրացումը, ուրեմն դա հարկերի բարձրացում չի։ Օրինակ ձեր անձնագիրը Աստված մի արած է, կորստում եք, գնում եք նորն եք անում։ Ձեզ ասում են 2000 դրամ 3 ամսում կտանք, պայմանական եմ ասում, 10000 դրամ մի ամսում կստանաս, 100000 դրամ եք շեմսել արի վերցրու։ Այս բոլորը թանկացել է, այս բոլորը մտել է բյուջե։ Այնքեր։ Դու ինչ ես ասում, այսպես սուտասան չի եղել աշխարհում։ Այն որ լավ էր առաջի ալիքով մեկը երևի ձեռառնելու համար ցախոր բան էր անել, չէ, այն բանը չախ թակավոր է, ինչ է բանը, որ անթասուտ ասում։
ու միշտ հիշում եմ այն թագավորի ասած, ասում է այն ինչ էր, որ ասում է ով որ ասի ես այնպեսի սուտ ասի, որ ասեմ սուտ է, թագավորությանս կեսը կտամ իրա։ Հա, անդադ կրմո մեկը գալիս ասում է դու փող ես սպորտ։ Այս ձևի սուտասան։ Ոբշում հիվանդակի սուտասան, հենց էլ ձևը գիտե, այդ մինայք որ այս ներվայնացավ, ասում են Փաշյանը հուներից դուրս եկավ ինքը հետա։ Այդ ինքն սարքում է։ Հետո այդ հիմա բանի հայլու առաջ կանգնում է, բանի նման Գեբելսի նման, ասենց անում է մազերը, թե ասում է ստացվեց, հերթական անգամ։ Ինչ ուժեղ տղա եմ ես։ Ինչ ուժեղ տղա եմ, ստացվեց։ Այդ ինքը այդ մայմունությունները մեզ ծանոթ մայմունություններ են։ Լավ, քիչ առաջ քանի որ մտավորականության դերի մասին խոսեցիք։ Ես մեկ անգամ չէ որ նաև ձեզ հետ ու այստեղ քննարկել եմ հետեւյալ թեզը, որ այն ինչ կատարվեց մեզ հետ վերջին 5 տարում, էլիտաների դավաճանություն էր։ Այո, 21 թվականին նրան մի քանի 100,000 մարդ ընտրել է, բայց եթե ձեր ասած էդիտաները այդ ժամանակ գործուն լինեին, ազդեցիկ լինեին, հեղինակավոր լինեին, խոսեին, չլռեին ու շարունակեին իրենց ամենօրյա պայքարը այնպես ինչպես դուք եք շարունակել, ես եւ մեր հազարավոր այլ հայրենակիցներ, մենք այսօրին չէինք լինի։ Հիմա այն ինչ որ ես տեսնում եմ, դուք էլ Հայաստանում շատ եք ճամփորդում, ենթադրում եմ դուք էլ նույն բանը տեսնում եք, մենք տեսնում ենք տոտալ հիասթափվածություն բոլոր քաղաքական ուժերից, քաղաքական համակարգից առհասարակ։ Մարդիկ ցավոք սրտի փրկիչ են որոնում, այնպիսի մեսիա, ինչպիսին Փաշինյանն էր ներկայանում 18 թվականին, հետո պիտի պարզվեր, որ նա շարքային քաղաքական խարդախի մեկն է։ Բայց ցավոք սրտի նա քաղաքական համակարգը դեֆորմացրեց այնպես եւ շարունակում է դա անել բարբերաբար, որ մարդիկ այդ մեկ անձի փնտրտուքով են։ Ես չգիտեմ երբևէ կգտնեն այդպիսի մեկին թե ոչ, ենթադրում եմ չեն գտնի, որովհետեւ սա մեկ հոգու եւ նույնիսկ մեկ թիմի անելու բան չի։ Բայց քաղաքական սպասումները ձևավորված են այդպիսին։ Հիմա ուզում եմ միասին գտնենք, փորձենք գտնել այս համակարգային ճգնաժամից լուծումները։ Խոսքս քաղաքական լուծման մասին չի, իմպիչմենթով թե առանց, 26-ի ընտրություններով թե ոչ, խոսքը այն մասին է, թե պոստ Նիկոլ Հայաստանում, պարոն Բագրատյան, մենք ո՞նց ենք ապրելու, մենք ինչ ենք անելու, ինչով ենք զբաղվելու, ո՞նց ենք մաքրելու այս ավերակները։ Այս խնդրեմը ուրիշ է, խնդրեմը քարից պատասխանը շատ հեշտ ալնելու։ Հանկարծ նրանք, որոնք այսօր ատում են Նիկոլ են գովում, մեզ են գովալու։ Ու անպայման։ Ժողովուրդը եւ մենք էլ մտածելու ենք, որ հիմա լավ ժողովուրդ ունենք։ Մենք մեծ սխալ ենք արել։ Խորհրդային միությունը 70 տարի կրթություն էր տվել։ Հայաստանում փոփոխություն են ալել մարդիկ, որը խորհրդային սերունդ են, դա հայրենասեր սերունդ էր, որտեղ հարգում էին գիտելիքը, իմացությունը եւ այլն։ Այն սերունդներ, որը շարժումը սկսեց ի վերջո։ Հիմա սա անտանելի է դարել այս հասարակությունը գիտելիքի նկատմամբ։ Քեզից զզվում են ու չնայած խոստովանում են, որ դու խելոք ես, աշխատում են նույնիսկ մեծ գիտաժողովներ անել։ Ենթարենք, ասենք, չգիտեմ, արտասահմանում շատ հաճախ խոշոր գիտաժողովներ առանց մեր ներկայության չեն անցնում, Հայաստանում նույնիսկ չնկատելու տան։ Սա բնական ռեակցիա տգետների բնական ռեակցիան։ Վերցնենք օրինակ մի հասարակ բան բերեմ։ Օրեր առաջ մի դաժան հաղորդում է այդ առաջին ալիքով երբ որ հավաքում է Պետրոս Ղազարյանը այն Տաթևի կանոնով մի աղջկա հետ եթե չեմ սխալվում հավաքում է բանավեճը մեծ բանավեճը տեսել եմ Ռուսաստանի թեմայով մի հայլանդակ բանավեճ պետք է ասվի ցավոտ տանը պետք է ասվի մի հատ կին է եկել այդ կանոններն իրենց հարգանքով վերաբերվում են Անդիմությունից կարամ ասեմ ով է ներկա Խալղացյան Հայկը եւ կարծեմ Հայկ Խալացյանը եւ բայց այդ կինը գիտեք որ կուսակցությունից էր հանրապետություն կուսակցությունից էր եվրոպական արժեքների կրող մի այլանդակ տիպ սա խոսում է Ռուսաստանի որը Ռուսաստանը չի թողում մենք զարգանանք եւ այլն զարմանալ կարելի է էլի զարմանալ կարելի է այդ տգիտությունը ասենք Նիկոլ Փաշյանը քաղաքական պայմանագիրը տգետներ նրանց դաշնակից այդ կուսակցությունը հանրապետություն էլ ավելի տգետ ուրեմն վերցել եմ սա քեզ եմ թողնելու քեզ խնդրեցի քարտուղարն ասի մի հատ անի հələ 90 թվի համեմատ 2023-ին բնակչության 1 շնչին ընկնող հնայով Հայաստանը եւ համատի խորհրդային բոլոր հանրապետությունների հետ եւ Եվրոմիություն մտած երկրների հետ ասենք 2003 թվին Բուլղարիան դարձել է Եվրոմիության անդամ հա ուրեմն այստեղ կա
Այստեղ կա 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 25 պետության հետ համացություն։ Բոլոր խորհրդային հանրապետությունները, ներառյալ Մերձ Բալթյան հանրապետությունները եւ մի 10 երկրներ, Չեխիա, Սլովակիա, բան այդ լրիվ բերած, Հունգարիա, Լեհաստան։ Միջին հաշվով 1990-2023 թվին բնակչության 1 շնչի ինքնող խնան, սա թողել եմ ձեզ։ Աշխարհում աճել է 4.1% անգամ։ Հայաստանի Հանրապետությունում աճել է 7.7% անգամ, 2 անգամ ավելի արագ։ Վրաստանում 4.3% անգամ, համարյա թե 2 անգամ ավելի դանդաղ։ Ադրբեջանում 4.5 անգամ։ Մոլդովայում 2.6 անգամ։ Մենք Մոլդովայից հետ ենք եղել 30%։ Բնակչության 1 շնչի ինքնող խնայով 90 թվին հնան չէին հաշվում, հիմա ռետրոսպեկտիվ ձևով են հաշվում, որտեղ 90 թվին օգտվում էին ազգային եկամուտ ցուցանիշի։ Այն ժամանակվա դոլարի ցուցանիշով։ Այո։ Ղրղստան 2.8 անգամ։ Ուկրաինա 2.3% անգամ։ Տաջիկստան 1.9% անգամ։ Ուրեմն բացի այն, որ մենք ի սկզբանե եղել ենք ավելի զարգացած, քան թե Տաջիկստանը, այս ընթացքում 4 անգամ ավելի արագ ենք զարգացել։ Ռուսաստան, Թուրքմենստան 3.7 անգամ, 2 անգամ ավելի արագ ենք։ Ռուսաստան 5.5 անգամ ավելի հաջող է զարգացել, բայց էլի ավելի վատ, քան թե մենք։ Արդյունքում, եթե մենք 90 թվին Ռուսաստանից հետ էինք մնում 1 շնչին ինքնող խնայով 3 անգամ, հիմա հետ ենք մնում Ռուսաստանից 2 անգամ։ Էական։ Կա երկիր, որ շատ աճ է, 25 անգամ Չինաստանը։ Եվ արդյունքում Չինաստանը մեզնից այն ժամանակ հետ էր 2.5 անգամ, հիմա եկել է մեզնից անցել է։ 1 շնչին ինքնող խնան Չինաստանում 24569 դոլար է, Հայաստանում 21342, սա պարիտետով հաշված ցուցանիշներ են։ Հիմա նայում ենք եվրոպական երկրները։ Օրինակ, օրինակ Բուլղարիան 5 անգամ, մեզ մոտ 7.7։ Եվ եթե մենք Բուլղարիայից հետ էինք 3 անգամ, հիմա հետ ենք 1.7% անգամ։ Եվ դա կյանքից էլ ազգում, ես շատ եմ ճամփորդում։ Հունգարիա 4.9% անգամ։ Զգալիորեն մոտեցել ենք Հունգարիային, օրինակ հիմա որ գնաս Բուդապեշտ, նշել է, որ խելապատար մտես խանութները մի բան առնես։ Մենք այն ժամանակ հետ էինք, ասենք Իտալիայից 5 անգամ, հիմա հետ ենք 2.5 անգամ։ 2 անգամ ավելի արագ ենք զարգացել, քան թե Իտալիան։ Նույնը Գերմանիայի հաշվով, Գերմանիան մի քիչ ավելի բարձր տեմպով ունի։ Էստոնիան։ Այստեղ կա Լիտվա, Լատվիա, Էստոնիա, դրանք էլ կան մեզ մոտ։ Էստոնիայից Նիկոլ Փաշինյանը ահագին բան էր ուզում փոխառել, օրինակ Տալինի փողոցների մաքրությունը, աճի տեմպերը տնտեսական։ Հիմա աճի տեմպերը իրոք այդքան օրինակելի են, ավելի բարձր են եղել Հայաստանում։ Բայց ի՞նչ է ուզում փոխառել իրենցից։ Ինձ թվում է Էստոնիա ուրիշ պատճառով էր գնաց, ինչ որ մարդկանց հանդիպելու։ Եվ հանդիպեց։ Ռիչարդ Մուրին, ասում են, հանդիպել է հյուրանոցում։ Ինձ թվում է դրա համար էր գնացել։ Հիմա ինչ եք ուզում, հիմա ասենք Էստոնիան եւ Լիտվան Հայաստանից դանդաղ են զարգացել, ախպեր։ Այս բոլոր բաներով դժգոհությամբ հանդարտ ես ուզում ասել դիմել հաջորդին։ Արա դու ասես մանան հայ ուզում չկա։ Մեկ շնչին ընկնող ռեսուրսով Ադրբեջանը 450 միլիարդ դոլարի ռեսուրս ունի, 10 միլիոն բրակ, 45000 դոլար, Հայաստանը 3000 դոլարի ռեսուրս ունի։ 10 միլիոնը ճիշտ թիվ չի, դուք էլ գիտեք։ 11-ին երևի։ Չէ, շատ ավելի քիչ են։ Ադրբեջանցի։ Իհարկե։ Թող ավելի ուրեմն թիվը կմեծանա, եթե քիչ են։ Չէ, բնակչության այդ թիվը իրանք ներկայացնում են պաշտոնապես 10 միլիոն։ Եթե 8 են, ուրեմն ոչ թե 450,000, այլ 500 քանի հազար դոլարի մեծանում է թիվը, այո։ Ռեսուրսների հսակայության պայմաններում այս երկիրը միշտ ավելի լավ է զարգացել, քան թե Վրաստանն ու Ադրբեջանը։ Ես հիշում եմ, որ մինչև 90 թվականի հեղափոխությունը, փոփոխությունները ավելի ճիշտ, գնում ենք Վրաստան, ես հրավիրված էի Սայաթնովայի 87 թե 86 թվին Սայաթնովայի իրանք մենք ծանում են այդ շքեղ նշում են։ Վարդատոնը, այո։ Այո, բանը։ Ես այն նոմերն նկատում եմ, որ Վրաստանը մի քայլ առաջ է Հայաստանից։
Հայաստանն այսօր հասել է, հիմա որ գնում Վրաստան հետ գալի, նշում է միայն որ գներ Էժան են, լավ է, բայց այնպես չէ, որ ասում է տեսել եք հայ գնա առևտուրանի Թիֆլիսում առևտուրանի բան առնի, չէ, մեկ մարդիկ որ գնում են դեղ են առնում բերում, որտեղ դեղ են Էժան։ Լավ, պարոն Բագրատյան, դուք հիմա մի քանի եվրոպական երկրների հետ ուզում ասել այսքան ապերախտ կարելի է լինել։ Ես գիտեք ինչ եմ ուզում ասել։ Այս տարածքում, որը կոչվում է ԵԱՏՄ, որը կոչվում է ՀԱՊԿ, մենք զարգացումն ավելի մեծ հնարավորություն ունենք, պարզ բացատրությամբ։ ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը ասում են ինտեգրվի Եվրոպայի հետ ինչքան ուզում ես։ Ախպեր ասում են ուզում ես էլեկտրական մեքենաներ բերես, էլեկտրոկար։ Բեր, մենակ ինձ դիմի։ Ես նշեմ, քանի հատ կարաս բերես։ Առանց մաքսատուրքի բերի, Ռուսաստան, բայց երբ որ այդ մեքենաները կտանես Ռուսաստան, մաքսատուրք պիտես։ Եվրոպան նման համաձայն 4%-ը ու վերջ։ Մաքսատուրքերը, միությունը։ Հələ չեն էլ կանչում մեզ, բայց կարիքն էլ չկա որ կանչեն, Եվ շնորհակալություն եմ հայտնում Եվրոպային, որ ասում են մենք Հայաստանին չենք դիտարկում որպես Եվրոմիության տեխնացու։ Խնդրեմ Եվրոմիության տեխնացու Մոլդովան, Բուլղարիան, Ռումինիան։ Ասում են հայտը չենք էլ ստացել։ Մենք հասել ենք մի րոպե, մենք Բուլղարիայի մակարդակին ենք։ Մինչև իրամիանալը Եվրոպային մեզից 3 անգամ լավ է։ Չէի հիշում ոնց էին գնում, ուրախանում տուրիստ էին գնում Բուլղարիա։ Բայց ոնց ապերախ ժողովուրդ կլինի։ Որը գրիբոյա դվանտից մարդկանց բերում ասում եք չի եղել։ Այս թվերը տնտեսագետը ես չպիտի մենակ բարձրացնեմ, այս թվերը ես պիտի բարձրացնեմ, քեզ եմ թողել։ Այս ի՞նչ եք անում արա։ Դուք այս ժողովրդին ճիշտ չեք ասում։ Բա մի քանի հատ անգրագետ քրեական բաների հետ դու ասա մշակույթ ունեցող գործիչներ, քաղաքական բաներ գալիս են ձեզ խափում են։ Բա եթե համեկով Պետրոս Ղազարյանը անպատրաստ գալիս է, вообще ոչ մի բանից ոչ մի բան չգիտի, բայց կնոջ չպետք է ասի, տիկին, ձեր ասած իրականությունը չի անպատասխան։ Բա պետք է ասի, չէ՞։ Գական պատմաբան ակադեմիկոսը, որին ասում ենք, հայնքեր, Վրաստան, Ադրբեջանի հետ մենք քարտեզներ ունենք ստորագրած։ Վերկացեք խոսեք, կարա քարտեզ կազմեք, հեսա տվյալները, հեսա պրոտոկոլները, ինձի պատասխանում են, ասում են, մի հատ քարտեզագիր ունենք, ազատել են աշխատանքից, դրա համար մեր ինստիտուտը չի կարող քարտեզ կազմել հայ-ադրբեջանական։ Բա լսեք, ես էլ ճիշտ ասել էի գլխներիդ կպնի, նեղացել էին, բայց դե պրինցիպ այդքան էլ նեղանալու տեղ չունեք։ Ապերախտ ժողովուրդը, եթե հիշում եք, Նժդեհի կարճ ձևակերպումն էր հայ ժողովրդի իր կյանքի վերջում։ Անմարդ չի Նժդեհի։ Խորենացի պատմությունը ո՞նց է ավարտում։ Խորենացուն Աննա Հակոբյանը արդեն են օրնակցել։ Իր այդ աղանդավորական հավաքներ հիշեցնող այդ կրթվել են Օրաձևե անհասկանալի շարժումով, որ Երևանի լավագույն դահլիճներն են վարձակալում։ Մատենադարանում նա արդեն մշտական հյուր է դարձել։ Ստանիսլավսկու թատրոնում ամուսնու հետ գնում են ամեն շաբաթ, նաև Հայաստանի մարզերով, այնտեղ ինչ որ մի քանի 100 անձանց են հրավիրում։ Ինձ զգուշացնում, ես քեզ էլ եմ զգուշացնում, այդ թատրոնի կողքով միանցի կառավարության շենքի կողքով միանցի բռնում են մտցնում են դասընթացների միանցի կրթում են բռնում են ասում են արի կրթվի հարկադիր կրթվել է հարկադիր հա բայց այս բոլորը այս մտավորականությունը չկա գիտեք ինչ հիշեցի հետեւյալը մենք ձեզ հետ երևի 100-ից ավել հարցազրույց արդեն արած կլինենք պարոն Բագրատյան ես երեք վերանայում եք գիտեք որը 17 թվականին ազատ դեմոկրատների վարչապետի թեկնածուն Այն ժամանակ դուք խոսում եք, այսօր էլ եք խոսում, բայց այն ժամանակ շատ ակնհայտորեն խոսում եք արևմտյան արժեքներից, խոսում եք Եվրամիությունից, ես նույնիսկ հիշում եմ, որ ասում եք մեր պահանջը Եվրամիության այդ զրոյական մաքսատուրքն է, եթե մենք մնում ենք ԵԱՏՄ-ի անդամ։ Քիչ առաջ ասացիք, որ 4% է սահմանված մեզ համար։ Հիմա այն ինչ որ այս իշխանությունը եւ նրա արբանյակներն են մեզ ներկայացնում որպես եվրոպական արժեքներ։ Եվ այն ինչ որ մենք տեսնում ենք իրենց կողմից, ասենք թաղապետի կողմից ծեծը եւ անպատժելիությունը Այն ինչ որ տեսնում ենք դա մնում աստվերում, բայց այն ինչ որ իրանք խոսում են ձեր ասածը մեկի եթերում, դա եվրոպական արժեք չի, դա հակառուսականություն է շատ կոշտ, բայց դա եվրոպական արժե համակարգի, ասենք եվրոպական կյանքի որակի հետ ոչ մի առնչություն չունի։ Այն մարդիկ, որոնք այսօր առավոտից երեկո խոսում են արևմտյան արժեքներից, իրանք արևմտյան արժեքներով են առաջնորդվում։ Իրանք արևմտյան գրականություն կարդացել են, մի եվրոպական լեզու գիտեն, օրինակ Ձեր չափ ճամփորդել են, ձեր չափ կյանքի փորձն եւ այլն։ Հիմա ես ինչ եմ սա ասում, որովհետեւ թացը չորի հետ շատ է խառնվել։ Հիմա տեսեք, օրինակ ես հաղորդման մեկնաբանության տակ էլ հնարավոր է։ Ձեզ գրեն ռուսամետ, ռասիստրուկ եւ ինձ էլ բոլորից, չէ, ով որ օբյեկտիվ իրողությունը շարում է։ Բայց այն մարդիկ, ովքեր որ Եվրոպամետության, արևմտամետության անվան տակ զբաղված են Ռուսաստանը տարածաշրջանից հանելով այս փխրուն
աշխարհակարգը եւ այս տարածաշրջանային իրավիճակը վերջնականապես կազմակերպելով ու Թուրքիայի առաջ դուռը բացելով իրանք ներկայանում են որպես արևմտյան արժեքների կրող։ Մի երկու բան ասեմ, այդտեղ վերջերս օրինակ կարծեմ նույն հանրապետություն կուսակցությունից ԿՊ-ից հաճախ մեզ գրում են ռուսահապատակ, դա։ Գուբերնիիստ, ինչ ասես գրում են։ Փորձը ցույց տալիս, որ իրանք թուրքահապատակ են։ Իրանք թուրքահապատակ։ Ռուսահապատակ բառն օգտագործողը ինքը թուրքահապատակ է։ Սա թող բոլորը իմանան։ 15 տարի առաջ արժեքները մի 8-10 տարի առաջ Եվրոպայի։ Երբ որ պատերազմը սկսվեց 22 թվականին, ես ասացի, սա Եվրոպայի պրովոկացիան է։ Ուկրաինական ժողովրդին դնում են գիլյոտինի տակ։ Եվ պարզվեց այդպես, ինչ որ Թրամփն ընդունեց։ Եվրոպան Թրամփը դա ընդունեց։ Եվրոպան այսօր ասում է Ուկրաինայից մինչև վերջին ուկրաինացին կկրվեց։ Ինչի համար չէ։ Որովհետև իրանք չեն ուզում Ռուսաստանն էլ ավելի ուժեղանա։ Եվ քանի որ կա մի ազգ, որը վճարում է դրա համար, եւ այնտեղ էլ մի երկրորդ Փաշինյան կամ Սաակաշվիլի կա, Զելենսկին, խնդրեմ։ Ձեզ մի ուրիշ բան ասեմ։ Վերջերս տեղի ունեցավ այդ օգտակար հանածոների գործարքը։ Դավիթ, դու գիտես ինչքան օգտակար հանածո է տրվել Միացյալ Նահանգներին։ Եկ քիչ առաջ ասացիք, թիվն էլ ասացիք։ Ամբողջությամբ այդ երկիրներն 9.5 տրիլիոնի օգտակար հանածո։ 9-րդ երկիրներ աշխարհում։ Մեկ շնչին ընկնող օգտակար հանածոներով Ուկրաինան 5-րդ երկիրն էր։ Դες որ համեմատես 9.5 տրիլիոն է իրանց, Իրանը իր ավտոբանով ընդամենը 20 տրիլիոն է։ Եվ այդ 9.5 տրիլիոնի 4.75-ը հենց այնպես իջել են։ 4.75 տրիլիոն, եւ որ իրանք ասում են 350 միլիարդի զենք ենք տվել, իսկ ուկրաինացիք ասում են մենք 56 ենք ստացել։ Հիմա 56 միլիարդ եւ 4.75 տրիլիոն։ Սա արևմուտքը։ Արևմուտքը հիմա իրանք քանդում են գլոբալ աշխարհը։ Եվ Թրամփը սանկցիաներ է դնում, Եվրոպան սանկցիաներ է դնում, Չինաստանը դեմ ինչ է սանկցիա դնում։ Աշխատում են, ի տարբերություն ձեզ, որտեղ մի երկրում արդեն 39 ժամի աշխատանքային շաբաթ կա, դա Ֆրանսիան է։ Այսօր Սանչեսը ուզում անի նաև Մադրիդում, Իսպանիայում 39 ժամ։ Դու 39 ժամ եք աշխատում, այնտեղ 60 ժամի աշխատանքային շաբաթ է։ Քիթ բենի վրա անկած առողջությունները բանալած աշխատում են։ Մի անգամ սանկցիաներ դրիկ, առանց այդ 25%, մինչև հիմա մինչև այս Թրամփի սանկցիաներ դնելը, այն ինչ որ Չինաստանը ծախում էր Ամերիկայում 25% տարիֆ կար։ Չինաստանը իրանք ծախում էին 0% տարիֆով։ Էլի կրում էին։ Քանի կար մենք ասում ենք կոպիա են անում են չինական ավտոմեքենաները, մենք էլ ենք հիմա վարում չինական ավտոմեքենա, բոլոր առումով մենակ էլեկտրականը չէ, բոլոր առումներով լավն է։ Նույնիսկ որ դուրը փակում ես, այնտեղ ավելի բանա, քան թե Mercedes-ի նման ֆիրմային է։ Ռուսաստանը նվաճել են առհասարակ, ամբողջ Ռուսաստանը հիմա չինական մեքենաներ։ Ահա ասում նվաճել են, լավ են արտադրում, ցավը տանում է։ Նվաճել է, հիմա ասում է, քանի անգամ է Եվրոպայի առաջնորդն ասել չինական էքսպասը, ինչ էքսպասը աշխատում է, իրար հետ աշխատում եք զրոյական տարիֆներով, այսինքն 4% տարիֆով, իրանք ձեզ տարիֆ էլ չեն դնում, գալի կրում են ձեզ, ինչ եք ուզում։ Մարդիկ արտադրում են աշխարհի նավերի 65%-ը։ Մարդիկ արտադրում են արտադրում ավտոմեքենաների 30%-ը։ Մարդիկ ունեն նոու-խաուներ, ոնց որ ասենք թունելափոր հատուկ մեքենաների չինական։ Մարդիկ ունեն սկսեցին եւ հիմա զարգացնում են էլեկտրոակումուլյատորների բիզնեսը։ Ենթադրվում էր մինչև այդ որ էլեկտրաէներգիան հնարավոր չի պահեստավորել։ Չինացին պահեստավորում ախպեր ջան։ Այդտեղ դրա հետևը նաեւ գիտական նվաճում կա։ Իհարկե երբեք ոչ մի չինացի Նոբելի մրցանակի դափնեկիր չի դառնա։ Իրանց դա պետք էլ չի։ Իրանց պետք էլ չի։ Ես այսօր էկոնոմիկան կարող եմ վերցնել, վերջերս համարյա 60-70% դեպքերում բաներին են։ Հրապարակախոսներին, տնտեսական հրապարակախոսներին տալիս են տնտեսագիտությունից Նոբելի մրցանակ դափնեկիր, որը ոչ մի բառ չի ասել տնտեսագիտության մեջ։ Ոչ մի բառ։ Եթե գրականության Նոբելյան մրցանակ ասենք Բոբ Դիլանն է ստանում, որ երգիչ է, էլի, լավ երգիչ է անդամ։ Հիմա Չինաստանում ավելի պակաս տաղանդավոր գրողներ կային, իրանց պետք չի, ոչ գրականության Չինական երգիչներին մենք չենք ճանաչում, իրանք էլ իրանց երաժշտություն ունեն, իրանց օպերաներ։ Երգիչ չէ, գրականության։ Հասկանում եք, այնպես բաներ կան, այս բոլորը հիմա ես քեզ ասեմ, ես տեսնում եմ, որ երբ որ արևմուտքը, գլոբալ արևմուտքը սկսեց տեսնել, որ պարտվում է, դիմեցել սանկցիաներ, սա նրան անվանարկել եւ այլն։ Կռիվ գցեց ռուսների եւ ուկրաինացիների միջեւ։ Բախտերը բերեց Ուկրաինայում մի հատ հրյամարտ պրեզիդենտ էր։ Եթե այնտեղ հայրենասեր մեկը լիներ, ոչ թե նացիոնալիստ, կասեր են չի։ Իսկ ինչ հարց ունենք չլուծված իրանց հետ։ Աստծոս մանանայի ուզում 600-6000 քառակուսի կիլոմետր աշխարհի լավագույն երկիրներ, ավելի լավ դիրք ուներ աշխարհում, քան թե Թուրքիան։ Այս բոլորը իհարկե աշխատում են բնակչության վրա, այդ
փափուկ նվաճում օկուպացիան, այսինքն այդ փափուկ միջոցները, որ ազդում են մարդկանց գիտակցության վրա, հիմա օրինակ նույն Ուկրաինայում են արդեն massայաբար բոլորը գալիս են ասում են Հրանտ Արարատի, դուք ինձ ճիշտ եք։ Ես այն ժամանակ դեռ ասում եմ, սրանց խելքի մենք եք։ Միլիոնից ավել զոհը արժանահավատ թիվ է, ձեզ Ուկրաինայում։ Գիտես, պատասխանատու կլինի այդպիսի բան ասել։ Այո։ Որովհետև եթե իրանց ասած թիվն է, Ուկրաինան ինչ թիվ է հայտարարում, եկեք ասենք։ Ուկրաինան ասում է 39000 զոհ ունենք։ Նո, դա նշանակում է, որ 120,000 վիրավոր։ BBC-ն Economist թերթը գրում է, չէ, եք խապում 35-ը մենք точно գիտենք, որ 75000-ից պակաս չի։ Ռուսները ընդից ասում են, արա 75000-ը դիակ մենակ Կուրսկում արա։ Եկեք տեսեք։ Ես ռուսների եւ ուկրաինացիների թվերը միշտ միջինացնում եմ։ Բոլորն էլ ճշմարտությունը այդտեղ միտեղ մեջտեղ։ բոլոր այդ թվերը, որ իրանք ասում են, Ուկրաինայի թվերը բազմապատկեք 3-ով, ռուսական թվերը բաժանը 3-ի, երկու կողմն էլ չափազանցնում են, իհարկե։ Բայց այնքան դժվար է, որ օրինակ ասենք իմ ասպիրանտներից, որ Ուկրաինայում կային, որ պահկվում էին, որ չգնան պատերազմ, որովհետև հարցում են, ասում են գնանք, ասում են ինչի համար ես գնում պատերազմ, ինչա, դա ինչա, ինչն եք պաշտպանում հայրենիքի, հասկանում ես։ Մանավանդ շատ հաճախ այդ տարածքները, որոնց համար իրենք կռվում են, դրանք այդտեղ ժողովուրդն ասում են, «Вообще-то մենք ռուս ենք»։ Բերեմ քեզ մի հատ օրինակ։ Մազերը բիզնես կանգնի։ Երեք չեմ իսոր Ռումինիայում հաղթում է բանը 40% ավել առաջի տուրում հավաքում է այն տեխնացուն, որին օժանդակում է Ջորջիասկում, որին տշեցին ընտրությունների process-ը, հա։ Դա ասում շատ խնդիրներ կան այս ընկածը դժգոհ եմ Եվրոպայից։ Իդեպ Ռումինիան միակն է, որը Հայաստանի չափ արագ է զարգացել։ Ռումինիան, որ էականորեն հետևում են Բուլղարիայից, այսօր անցել է Բուլղարիայից։ Միակ երկիրն է, միակ դեպքն է աշխարհում։ Մեկ էլ Չինաստանը, մեզնից արագ։ Ուրեմն ես աֆրիկյան բան պետություններ չեմ ասում, էլի, դրանք պրոստը չգիտեմ, ես աշկի գնող պետություններն եմ ասում։ Ասում եմ, գիտեք ինչ կա, ասում եմ, Ուկրաինայում ասում եմ 500,000 ռումինացիներ ենթարկվում են, բանի, ճնշման, նրանք հնարավորություն չունեն ազգային լեզվով կրթություն ստանալ։ Երեք Եվրանյուսը առաջ օրը դա տվեց, երեք ճշտեց, որ մենք ճշտել ենք, որ իրականում Ուկրաինայում 500,000 ռումին չեն ապրում, այլ ապրում են 125,000 ռումինացիներ։ Ռումինիան տարածքային պահանջներ ունի Ուկրաինայից։ Չերնավցի քաղաքը օրինակ, այդ շատերը գիտեն։ Եվ կա 57 հատ ռումինական դպրոց։ Դու կարաս պատկերացնել, ես դա 12 թվին ընդունած լեզվի մասին օրենքի հետևանքն է Ուկրաինայում։ Դու կարաս պատկերացնել, կա 350,000 հայ, ոչ մի հայկական դպրոց չկա, որ բյուջեից ֆինանսավորվի։ Դու կարաս պատկերացնել, որ կա օֆիցիալ իրանց իսկ հայտարարած 9 միլիոն ռուս, ոչ մի ռուսական դպրոց չկա, երբ որ մինչև 98% ռուսական է։ Բա ինչ էիք ուզում լներ, այսպես կտրուկ վերաբերմունքի փոփոխության դեպքում։ Կեղծ նացիոնալիզմն դեղել է ազգայնական նացիոնալիստական, հիմա հողերը կորցրել են, եւ Զելենսկին նույնիսկ քաղաքական գործիչները տարբերվում են նրանով, թե ով քիչ կզիջի Ռուսաստանին։ Հասկանում եք, ես ուզում եմ ասել, որ այս մեծամտությունը, որը կա նաև այս Փաշյանի ԿՊ-ի մեջ, այդ իրանց սատարող կուսակցություններ քույ աղբեր ինչ հորողբոր տղա կուսակցությունների մեջ, հա, հորքուրի աղջիկ կուսակցությունների մեջ, այս բոլորը դատարկ գիտելիքի վրա չհիմնված ինֆորմացիան աղճատած մարդկանց համակցություն է, որը ոչ մի տրամաբանական կամ օգտավետ բան չի կարող մտածել այս մեր պետության մասին, եւ որ ընդհանրապես պետության գոյությունը հարցականի տակ է։ Ծանր մտորումների Սիմեոնը, հա, այս բանի ռումինացիոս պրեզիդենտ, որ հաղթում է Սիմեոնեն։ Լսի Դավիթ ջան, մի բան ասեմ, երիտասարդ տղա ես, մենք չենք լինի գզբաղված քաղաքացիությամբ ապերախտ չլինես, խնդրում եմ քեզ։ Դες քո առաջ դստացա մի մարդ, որ օրինակ մի մոմենտ ես օրինակ տեսա, որ ասում ես 17 թվին, ինձ համար մի քիչ կասկածել է, դե եթե եվրոպական արժեք եք, սենց արեք։ Հիմա բարձրացա չկա այդ արժեքը, ոչ մի արժեք չկա։ Այն որ մեկն ասում է գնում ենք դեպի Եվրոպա, ո՞րն է Եվրոպայի արժեքը։ Դեմոկրատիան, այն որ բռնում եք պրեզիդենտը որ կրում հանում տշում եք, ասում եք Եվրոպային չի գովում։ Նույն Ռումինիայում այդպես արի։ Հա։ Կամ այդպես չարեցին Լիտվայում։ Պաքսասին, հա, Ռոլանդաս Պաքսասին, այո։ Հետո արդարացրեց չէ դատարանը, բայց հետ բերի որպես պրեզիդենտ։ Երբ որ իրանց պետք է, երբ որ իրանց պետք է Սահակաշվիլին ոնց օգտագործեցին։ Այո, հիմա ով է պաշտպանում իրան, անունը հիշում են Սահակաշվիլին։ Բանտում ապրում է էլի։
Նիկոլին էլ է սպառնում այդ ճակատագիրը, Անպայման։ հա։ Անպայման։ Մենք մեզ այդ հույսով մխիթարենք, որ մենք Ես կոչ կանեի Նիկոլին, կասեի, որ այնուամենայնիվ որպեսզի չարժանանաս այդ ճակատագրին, քեզ այդ սխալները մի արա։ Բայց արել է արդեն, ու այնքան է արել։ Դե Նիկոլը հիմա գիտեք ինչ կա, Նիկոլին ես ասել եմ, Նիկոլը դառել է ադրբեջանցի։ Իր ապրելու միակ ձևը ադրբեջանցի լինելն է։ Ինքը այդ էվոլյուցիան անցավ։ Ինքը սկզբից վատ կառավարիչ էր, հետո դառավ դավաճան, հետո դառավ թշնամի։ Այս էվոլյուցիան անցավ։ Իր հետևից պիտի գնան Ալեն Սիմոնյանը, այդ հանրապետություն կուսակցության այդ մարդիկ որ տպում են, բան, դա Թուրքիա արածա։ Հայրը մեկ էլ Ադրբեջանում են տպում, Ղարաբաղում էին թուրքերը տպում։ Բայց Նիկոլը հիմա ոնց որ ավելի շատ Էրդողանի ողորմածությանն է ուզում հանձնվել։ Չէ, Էրդողանը չի ընդունի։ Էրդողանը Ալիև պայմանավորություն կա։ Ալիևն ասում է հանգարց այդ հային չընդունես, քո այդ խաղեր տա իմ հետ էլ առանձին։ Ինքը իմ վասալն է վերջ։ Ինձ թվում է այդ հարցում իրանք պայմանավորվել են։ Իմ տպավորությամբ Նիկոլը շարունակաբար Էրդողանին խնդրում է, օրինակ հայոց ցեղասպանության մոռացության գնով ազդել Ալիևի վրա, որ ի վերջո այդ բարաթը ստորագրի, բարաթը։ Բայց Էրդողանը անընդհատ Ալիևի կոշիկների տեղն է ցույց տալիս, ասում է նրա կոշիկները պետք է լիզես, իմ կոշիկներին դու հələ մոտենալու իրավունք էլ չունես։ Համաձայն եմ, լիովին համաձայն եմ քեզ հետ։ Հիմա տարածաշրջանին նայող է, սպայն միայն Էրդողանն է, թե ռուսական ներկայությունն էլ է վերականգնվում։ No, տարածաշրջանում հետաքրքրություն ունի Ռուսաստանը։ Հետաքրքրություն ունի, բայց Որի ազդեցությունը Վրաստանում մեծանում է։ Կոնտրոլի պակետը ումն է, պարոն Բագրատյան, այս Ես չդժվարանում եմ ասել։ Հիմա կոնկրետ Հայաստանում ավելի մեծ Էրդողանի ազդեցությունը, որ թուրքացել են։ Մեր քաղաքական էլիտան, այսպես ասած, իշխող էլիտան, քաղաքական ուժերը, ԿՊ-ով, բանով, հանրապետություն, բանով, սրանք պարկել են թուրքերի տակ։ Այդ խզմալյան բան, այդ եվրոպական կուսակցություն Թուրքիայի տակ պարկած մարդիկ են։ Ինչի ասա գնում Մոսկվայի դեպքում, ինչի են Մոսկվայում իրան ընդունում։ Հիմա վախում է Ռուսաստանից ասումից, բայց ոչ մի ասում չի լինելու։ Իսկ ինչ է լինելու։ Գնում է հետական կապկությունը։ Ես քեզ ասել եմ, իր մոտ sense է, հիմա արդեն կսկսվի պրոռուսական միամսյակ, հետո կլինի հակառուսական միամսյակ, էսա իրանց մոտ։ Մոսկվան բայց արդյունքներին հավատում է, Նիկոլի։ Չէ։ Չեմ կարծում, արդեն բավականաչափ փորձ կա, իրանք հասկանում են, որ նա համահանեց։ Այստեղ ցանկության դեպքում իրեն կարող են ինչ-որ շարժում գեներացնել, թե արդեն այդ ազդեցությունն էլ չունեն։ Մոսկվան չի թողել, ինչի համար։ Մոսկվան չի խառնվի այդպես հարաբերությունների, բաների, դա Հայաստանում ինչ ուզում են թողանեն։ Մոսկվայի գործերը այդքան էլ վատ չեն, պատերազմում հաղթում է, շարունակելու հաղթել ամեն օր 5, 10, 15 քառակուսի կիլոմետր, ամիսը միջին հաշվով ամիսը գիտի 450-ից մինչև 2000 քառակուսի կիլոմետր։ Որը մի քանի գյուղ վերցնում է։ Մոսկվան հիմա լավ, Մոսկվան մի հատ խնդիր ունի հարավային Կովկասում, ամենամեծ խնդիրը աբխազական երկաթգծի բացումն է։ Եվ քասնին է, որ Աբխազիան ու Վրաստանը դրա համաձայնությունը տան։ Վրաստանում արդեն ստորագրահավաք են սկսել խորհրդարանում Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հարցով։ Անպայման կվերականգնեն։ Անպայման։ Դե փաստացի ունեն։ Փաստացի արդեն առևտրային հարաբերություններ էլ ունեն, գինու վաճառքել ունեն, ամեն ինչ էլ ունեն։ Վրացիք ավելի խելացի դուրս եկան, քան թե հայերը։ Հետո վրացիք զգացին, որ այդ եվրոինտեգրացիա բան, իրանք մնում են այդ օրակարգի մեջ, բայց արդեն նշ չի որ գժվում են, իրանք հասկանում են, որ իրանք ոչինչ դա չի տալիս։ Բայց արևմուտքը Մոլդովան է հիմա գնում, այդ երկիրը գնում է կոռուպցիայի մեջ թաղված երկիր, որտեղ 100% ամեն ինչ կոռուպցիա, այդ մայա սանդուից սկսած։ Արևմուտքը ամբողջ իր ռեսուրսով նետվել էր Վրաստանում իշխանապողություն անելու գործի մեջ։ Դավիթ չկա։ Երբ որ դու հուպ ես տալի Վրաստանում, հետո տեսնում են, որ այդ ռեսուրսը ոչ թե 2 միլիոն դոլար է, ոնց որ Սորոսը այստեղ ծախսում էր ու Նիկոլենս բերեց իշխանության, հա, ԿՊ-ով բանով, տարեկան 2 միլիոն, այդ հասկանալի է։ Բայց երբ որ գնում ասում ես, չի արա, տարեկան 200 միլիոնով էլ չի լուծվում հարցը, ասում են գործ չունենք։ Թող գնանք ինքնիշխան իրենց ձևով։ Վրաց ժողովուրդը սա շուտ հասկացավ։ Դրա համար էլ վրաց ժողովուրդը ինչքան մենք բան անենք, թերությունները նշենք եւ այլն, հայ ժողովրդից մի քիչ ավելի եւ սեփական սխալների վրա էլ սովորեց, Սաակաշվիլի տեսած սեփական սխալների վրա սովորող ժողովուրդը։ Իսկ հայ ժողովուրդը, հենա, այդ կնոջը վերցեք ու Պետրոս Ղազարյանին։ Կամ հելնում ես ասում ես Ռուսաստանը ստե պատրաստել է, չգիտեմ ինչ, միջամտություն, ես մի հատ փաստ կարաս պրեսա ինգեր։ Իրանք ունեն պահանջել մի հատ փաստ։ Հելնում ես ասում ես Ռուսաստանի գովացողը կամ Ռուսաստանի մասը, դա ազգային դավաճան կրեք, մենք հապկում չենք պաշտոնապես։ Մենք հիատում չենք պաշտոնապես։ Հիմա Ռուսաստանից SNG-ում չենք ԱՊՀ-ում, չենք։ Հիմա Ռուսաստանից խոսել է դավաճանություն, հա։
Հոդուկ ինչ չկրա։ Ապուշացել եք, ինչ է կարել, ես ինչ է կանում։ Չէ, կամ էլ եթե հարցադրումը տենց ենք դնում, պետք է դնենք ավելի կատեգորիկ։ Եթե Նիկոլը ասում է, որ ՀԱՊԿ մեր ազգային անվտանգության սպառնալիք, այսինքն ինքը ասել է դա, ինչի դուրս չի գալիս ՀԱՊԿ։ Ահա։ Այսինքն ասել ես, խոսքի տերեղի ինչև կամ օրենք եք անում Եվրոպայի միանալու։ Ես ես դավաճան անվանեմ, շպիոն եք ուզում դառնանք Եվրոպայի։ Հա։ Հանրապետություն կուսակցության այդ կնոջը բանը պիտի Պետրոս Ղազարյանը, որը չեզոք պիտի լի, չէ՞։ Հանրային հերթացություն իմ փողերով այդ կինը ինչ փող է տալիս։ Գիտես ինչքան եկամ տարք եմ տալիս։ 5 ամիս անց Պետրոսը չի հրավիրում։ Գրում եմ 3 հատ նամակ եմ գրել։ Անձամբ եմ գրել, որ ժողովուրդը բացատրի։ Պիտի Պետրոսը բերանը փակի, չէ՞։ Հսի Տիկին ջան, դուք եք դավաճանը, որովհետև այսօր պետությունը պաշտոնապես գտնվում է ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում։ Իսկ դուք ինչ եք ասում։ Հայաստանի ապագան, չգիտեմ, ասենք Կոլումբիայի հետ է կամ Ֆրանսիայի հետ է կամ չգիտեմ ում հետ է, բայց դուք ասում եք մի բան, որը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանն ու Հայաստանի Հանրապետության պաշտոնական արտաքին քաղաքականություն։ Այդ արտաքին քաղաքականությունը մեջ էական է հայ-ռուսական դաշինքը, ոչ թե համագործակցություն, դաշինքը 97 թվի պայմանագիրը ռազմաքաղաքական դաշինքը դուրս եկարա, եթե սխալ է։ Եվ մի գնացեք ինքնդ ձեռ առեք։ Այդ կնոջն ասա Տիկին ջան, դու տեղը գիտես, ձեր կուսակցությունը Նիկոլի հետ քույր կուսակցությունա։ Գնացեք Փաշյան Նիկոլից պահանջեք, թող 97 թվի ռազմաքաղաքական դաշինքից դուրս գան։ Ոչ թե բլբլա։ Անկապ։ Երբ սրանք խոսում են ռուսական ռազմաբազան հանելու մասին, ես հիշում եմ այն, որ Ալիևը 4 տարի շարունակ երբեք ռուս խաղաղապահների մասին բացասաբար չի արտահայտվել, երբեք, բայց Նիկոլն է արտահայտվել բացասաբար շարունակաբար մինչև 23 թվականի սեպտեմբեր, մինչև Արցախի հայաթափում։ Նիկոլը շարունակաբար ասում էր, որ ռուսները Արցախում իրենց մանդատը չեն կատարում, այն դեպքում, երբ որ գիտեր, որ Ալիևը այդ մանդատը իրենց չի էլ տվել, բայց Ալիևը երբեք ռուս խաղաղապահների մասին որևէ բան չի ասել, վատն էլ չի ասել, լավն էլ չի ասել։ Ասեցին, հասցրին այնքան, մինչև ռուս խաղաղապահները անգործության պայմաններում ընտեղից 100,000-ից ավել մարդ դուրս եկավ, մի մասն էլ կոտորվեց։ Հիմա նույն բան անում են Հայաստանի Հանրապետության հետ։ Ինչ են ասում։ Ասում են մենք ինքնիշխան ենք այնքան, որ նախ Զվարթնոցից հանեցինք ռուսներին, շնորհակալություն հայտնեցինք, բայց հանեցինք։ Մեղրի ագարակ անցակետից հանեցինք։ Մարգարայից հանեցինք, այդ մարգարան էլ բյուջեից 1 միլիարդ դրամ փող են ծախսել։ Ամբողջությամբ վերակահավորել են, վերանորոգել են, շարժ չկա։ 3 տարի լրիվ անիմաստ վերանորոգված դա կանգնած է։ Թուրք լրագրողների չէ Փաշինյանը բերեց մեր հաշվին իմ ու ձեր բյուջեի։ Բերեց տարավանդեղ նկարեցին, ոչինչ չի կատարվում այդ մարգարա անցակետին, որովհետև իրանց կողմից ոչինչ չի կատարվում, փակ է այդ սահմանը։ Թուրքիան շարունակում է շրջափակել Հայաստանը։ Եվ հիմա ասում են հետևյալը. մեր նպատակը մի քանի օր առաջ սահմանապահի օրն էր, գնաց շնորհավորեց սահմանապահ զորքերում եւ այդ տեքստը ասաց։ Ասաց մեր նպատակը Հայաստանի Հանրապետության արտաքին սահմանի ամբողջ երկայնքով բացառապես հայ սահմանապահների տեղակայումն է։ Եվ մեկին մեկ ակնհայտ է ինչ է անելու։ Այն ինչ որ արվեց Արցախում։ Միայն Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորք է տեղակայում, դրանից ավելի լավ կանաչ լույս Թուրքիայի համար արդեն ցամաքային հարցակարգ։ Դավիթ, ես սխալ բան եմ ասում, ինքը արդեն դավաճան չի, ինքը դաշնամի է։ Համարի ինքը ադրբեջանցի է։ Ինչ է ուզում Ադրբեջան վերացնել Հայաստան Հանրապետությունը։ Ինչ ասում Նիկոլ Փաշինյանը, վերացնել Հայաստան Հանրապետությունը, ինքը ադրբեջանցի է։ Դավիթ ջան, այնց սիրուն ալնելու այդ օրը, երբ որ ասենց մեքենաներով, եթե այդ մարդը շարունակի իշխանավարել, մեքենաներով ասենց այդ վրացական դեպի Վրաստան գնացող ճանապարհները պրոբկե կնելն։ Սա ուզելու են փախնել Հայաստանի։ Տեսանք, Արցախում տեսանք դա։ Այդ նույնը կրկնվելու Հայաստանի Հանրապետության։ Պիտի Հայաստանի Հանրապետությունը չլինի, որպեսզի Նիկոլը հանգիստ այլևս իշխանության չլինի։ Որ պատասխանատվության չի ենթարկվի։ Պատասխանատվության չի ենթարկվի միանշանակ։ Պետք է Հայաստանի Հանրապետություն չլինի, որ ոչ միայն ինքը, այդ եվրոպական կուսակցությունը, Հանրապետություն կուսակցությունը, այդ իրանց բաներով, թափթփուկներով, բաներով չլինեն, պատասխանատվության չկանչվեն։ Հասարակ մի հատ հարց է ծեծի պատմությունը, այդ մարդուն համ դատա հասնում, համ գործից պիտի հանեն։ 7 տարի քրեական բան է հասնում։ Մարդուն ծեծելն արգելված է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ։ Չէ, պարզվեց դա Կրեմլից էր ծրագրվել։ Հա, Անձամբ Պուտինը զանգել ասել է Մասեվի թաղապետին կծեծեք։ Այդ Արամ Զավենիչի փայլուն միտքն է, գիտեք, չէ՞։ Դե։ Ու այս մարդիկ արևմտյան արժեքներից են խոսում։ Հա։ Արևմտյան արժեքներ չկա, ո՞րն է Ամերիկայի արևմտյան արժեքը։ Այդ որ եկավ Ուկրաինայի ռուսների կեսը վերցրեց։
$4.75 տրիլիոն ռեսուրս նվիրվել է ԱՄՆ-ին։ Իհարկե, չեմ ուզում, որ ամերիկյան դեսպանը կամ կառավարությունը դա ձեր ներքին գործն է։ Բայց այդ ի՞նչ ծավալի բիզնես է, բայց որտեղ արդարությունը։ Այդ կեղծ արևմտյան արժեքների ամբողջ սնանկության մասին պատմական էր Ամերիկայի փոխնախագահ J.D. Vance-ի ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովում։ Դա ծրագրային ելույթ էր, որտեղ ինքը այդ եվրոպական բյուրոկրատական կոռումպացված վերնախավի ամբողջ դիագնոզը դրեց։ Դուք էլ շատ շփվել եք նրանց հետ, ես էլ գործի բերումով բարբերաբար ԵԽԽՎ որ գնում էի պարոն Բագրատյան, այնքան լավ եմ հիշում, այդ ԵԽԽՎ-ի միած սրիկա նախագահ կար, մահացավ Պետրո Ագրամունդ։ Հիշում եք, որ պարզվեց ադրբեջանցիները նրա միլիոնների փող են փոխանցել։ Այդ Ագրամունդի ժպիտը ես երբեք չեմ մոռանա, նրանից առաջ էլ մի հատ ամբրասյոր կար, երկուսն էլ ԵԽԽՎ-ի նախագահ էին։ Ղարաբաղի իբր ադրբեջանական ցակման մասին բանաձևերա, որ սղացնում էին ադրբեջանցիների փողերով, միլիոնավոր դոլարներ վերցնելով, այդ խավիարի զոհ դառնալով, այդ խավիարային դիվանագիր, որպես կանոն տալիս էին կաշառք կալոտ 10,000 խավիարը պայմանական է։ Ես Եվրանեստում տեսել եմ, որ ասենք որոշումը պետք է լինի Ադրբեջանի դեմ, որովհետև օբյեկտիվությունը դա է, ես տեսել եմ, բա էսի վեկալ միտքդ փոխի։ Նույնիսկ մեր աշկի դեմ։ Ես այդ բոլորը գիտեմ։ Ավարտում ենք, լավա լինելու, մենք կարանալու ենք այս պայքարը հասցնենք։ Դե իհարկե հիմա շարժում ենք ուժեր, բաներ պիտի պայքարենք։ Մենք ընդհանրապես ոչ միայն Նիկոլին քանենք, մենք ազգային վերածննդի պիտի հասնենք։ Այս կեղծ բաները պիտի վերացնենք։ Կեղծ բաները, մենք հասկանանք ո՞րն է իսկական արժեքը։ Մենք մեծ ազգային վերածննդի, ես ասեմ, հաջորդ անգամ շատ մեծ ուշադրություն պետք է դարձնել կրթությանը, շատ մեծ։ Ու հայեցի ազգային պատմության ճիշտ մեկնաբանմամբ սխալը սխալ ասելով, ճիշտը ճիշտ ասելով, անպայման շատ լուրջ երեխեքի կրթությամբ պետք է զբաղվել, շատ լուրջ։ Ես շնորհակալ եմ այս կարևոր զրույցի համար։ Զրուցում էի նախկին վարչապետ Ազատություն կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի հետ։ Կհանդիպենք հաջորդ շաբաթավերջին։